Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալն օրեցօր ավելի շատ ինտրիգների ու սուր զարգացումների կիզակետ է դառնում։ Նոր սերիալներում ամեն կերպար կանգնած է իր ճակատագրական ընտրության առաջ։ Հեռուստադիտողներն անհամբեր սպասում են իմանալու, թե ինչպես են շղթայական իրադարձությունները փոխելու հերոսների կյանքը։ Սոսն, ում կերպարը միշտ էլ եղել է անկանխատեսելի, վերջապես Նոյի օգնությամբ դուրս է գալիս բանտից։ Սա արդեն իսկ լուրջ ցնցում է ստեղծում ամբողջ պատմության մեջ, քանի որ բոլորն էլ գիտեն, Սոսը վերադարձել է ոչ թե խաղաղություն գտնելու, այլ հաշիվներ մաքրելու։ Նրա առաջին թիրախը շախունցների ընտանիքն է, մարդիկ, ովքեր խլել են նրանից ամենաթանկը՝ դստերը։ Սոսը վերադարձել է, որ վերջ դնի այս ստերի ու կեղծիքի շղթային և յուրաքանչյուրին ցույց տա իր իսկական տեղը։ Այս ընթացքում Անգելինան երկար տատանումներից հետո որոշում է վերադառնալ Նոյի մոտ։ Նա գիտակցում է, որ Հենրիի հետ իրենց ապագան պարզապես անհնար է։ Հենրին ամուսնացած է Բետիի հետ, և նրանց սերը որքան էլ ուժեղ, իրականում կյանք չունի։ Այս որոշումն ինքն իրենից ցավոտ է, բայց Անգելինան ընտրում է այն ուղին, որը գոնե թույլ կտա հանգիստ շնչել։ Բայց ամենամեծ սարսափի մեջ է հայտնվում Լիլիթը։ Նրա համար Սոսի վերադարձը նշանակում է վտանգ ամեն օր ու ամեն ժամ։ Լիլիթը հասկանում է, եթե Սոսը ճշմարտությունն իմանա, եթե հասկանա, որ իր դուստրը ողջ է և հենց Անգելինան է, ապա ոչ ոք չի կարող կանխել նրա վրեժը։ Եվ Լիլիթը շատ լավ հասկանում է, որ այդ դեպքում Սոսին ու Աննային այլևս բաժանել հնարավոր չէ, և Լիլիթը վերջնականապես կկորցնի Սոսին ու անարդյունք կլինի նրա այսքան տարիների պայքարը։ Դրա համար էլ Լիլիթը հուսահատ քայլերի է դիմում։ Հավանաբար բուժքույրը վերադարձել է, և նա հերթական անգամ հարձակվում է բուժքրոջ վրա, ով տարիներ առաջ ներկա էր Աննայի ծննդաբերությանը և ով կարող է բացահայտել ճշմարտությունը։ Այդ տեսանյութը, որտեղ ներողություն Լիլիթը հարձակվում է բուժքրոջը, ով ներկա է եղել Աննայի ծննդաբերության ժամանակ, հայտնվել է համացանցում, հատկապես հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում։ Բուժքույրը միակ կենդանի վկան է, և Լիլիթը պատրաստ է ամեն ինչի, միայն լռեցնի բուժքրոջը, և Սոսը երբեք տեղյակ չլինի, թե ով է իր դուստրը։ Սակայն այս անգամ հավասարակշռությունը հավանաբար փոխվելու է։ Օրեր առաջ հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ իրադարձությունները լրիվ այլ կերպ են ընթանում։ Այս տեսարանը կարող է դառնալ սերիալի բեկումնային կետերից մեկը։ Սոսը վերջապես կանգնած է լինելու ճշմարտության դռան առաջ։ Նա կարող է հենց այդ պահին իմանալ, որ իր դուստրը ողջ է, որ նա հենց Անգելինան է, աղջիկ, որը կյանքում երբեք չի եղել։ Սա նշանակում է, որ Վերջին զանգի առաջիկա սերիալները լինելու են առավել լարված ու հուզական։ Մի կողմից Սոսի վրեժխնդիր բնավորությունը, մյուս կողմից նրա հայրական զգացմունքները կարող են բախվել իրար հետ, իսկ Լիլիթի ճակատագիրը կախված է մազից։ Եթե ճշմարտությունը բացահայտվի, ապա նա կորցնելու է ամեն ինչ։ Այս ամենին զուգահեռ Միքայելը նույնպես հայտնվում է անկյուն քշվածի վիճակում։ Նա արդեն զգում է, որ խաբեության ու տարիներ շարունակ թաքցրած գաղտնիքների շղթան սկսում է քանդվել։ Իսկ Հենրին, ում ամբողջ կյանքը գլխիվայր շրջվեց, դեռ չի գիտակցում, որ իր կյանքը նորից պատրաստվում է փոխվել։ Սերիալի զարգացումները խոստանում են դառնալ ամենաանկանխատեսելին։ Սոսն ազատ է, Լիլիթը խուճապի մեջ, Անգելինան նոր որոշումներ է կայացնում, իսկ Միքայելն արդեն չի կարողանում թաքցնել ճշմարտությունը։ Հեռուստադիտողներին սպասվում են նոր բացահայտումներ, որոնք ամբողջովին կփոխեն սերիալի ընթացքն ու յուրաքանչյուր կերպարի ճակատագիր։ Այնպես որ բաց չթողնեք հեռուստասերիալի հերթական սերիալները, որովհետև այն լի է լինելու հետաքրքիր բացահայտումներով և իհարկե հետաքրքիր նորություններով։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է սպասվում սերիալի հետագա սերիալներում, և իհարկե, թե ինչ զարգացումներ են սպասվում ու ինչ հանգուցալուծում։ Նշենք, որ հեռուստասերիալի ամենադիտարժան ու հետաքրքիր սերիալները սպասվում են առաջիկայում, այնպես որ բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Չմոռանաք նաև բաժանորդագրվել ու գրել ձեր կարծիքը տեսանյութի մեկնաբանություններ բաժնում։ Ինչ եք կարծում, սցենարիստն արդարացնելու է հեռուստադիտողների սպասելիքները, և հեռուստասերիալն այնպիսի ավարտ է ունենալու,
որ հեռուստադիտողները չհիասթափվեն։ Իհարկե, այս պահին հեռուստադիտողների կարծիքները բաժանված են մի քանի խմբերի։ Նրանց մի մասը կարծում է, որ Անգելինան պետք է երջանիկ լինի Նոյի հետ, իսկ մյուս մասը կարծում են, որ Անգելինան պիտի Հենրիի հետ լինի։ Իհարկե, սցենարիստն ինքն է որոշելու, թե վերջապես ում հետ է երջանիկ լինելու Անգելինան, բայց փորձեք կռահել։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններ բաժնում՝ Հենրի Անգելինա, թե Անգելինա Նոյ։ Ահա այսպիսի հարց էր ուղղել իր հետևորդներին նաև Ռոզա Դավթյանը սոցիալական ցանցի իր էջերում հրապարակելով նոր լուսանկար հարցանեկան կադրեր և իհարկե որոնցքից հարց էր ուղղել իր հետևորդներին ու երկրպագուներին. ինչ եք կարծում, ում է ընտրելու Անգելինան Նոյին, թե Հենրիին։ Նշենք, որ հարցումներից պարզ էր դառնում, որ հեռուստադիտողների կարծիքը բաժանված է երկու հավասար մասերի։ 50% կարծում էր, որ պետք է Անգելինան Նոյի հետ երջանիկ լինի, իսկ 50%-ը, որ Հենրիի։ Իսկ դուք որ տոկոսի մեջ եք մտնում։